Ներկայանում պարոն Սաղաթելյան դուտո ինչ օրակարգով եք գալիս խորհրդարան։ Ինչպես։ Խոսենք բոլոր հարցերի մասին։ Խոսում ենք հիմա։ Պարոն Սաղաթելյան, եթե կաթողիկոսը ներսում չնիստ ամենայնի ներսում չի, նմասնակցելու եք նիստին, բոյկոտելու եք, ինչ գործողություններ։ Տեսնենք կաթողիկոսին, եթե փոխարինող լինի, բնականաբար չենք մասնակցի եւ մենք հավանաբար այսօր առիթ կունենանք Էջմիածին այցելելու։ Անկախ նրանից ով կլինի, այդ փոխարինողը տիրադապ կլինի, ոչ տիրադապ։ Տեսնենք էլի։ Տեսնենք, ըստ դրա որոշում կկայացնի։ Իսկ հաջորդ 5 տարում հնարավոր կլինի Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Ամեն ինչ անելու ենք դրա համար։ Դե նախորդ 5 Նախորդը չհաջողվեց, հիմա ընտրողներին նորից նույն խոստում տալով գալիս եք խորհրդարան։ Մտավախություն չկա, որ այս անգամ էլ չի հաջողի։ Նախորդ 5 տարիների ընթացքում եւ խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս մեր բոլոր հնարավորություններով պայքարել ենք, որ երկիրը այս կետին չհասներ։ Այո, դժբախտաբար հունիսի 7-ի ընտրությունը եւս այս կորուստների, զիջումների շղթան կտրելու հնարավորություն։ Դες համար սպասելի չէ, որ հունիսի 7-ին կարող են վերընտրվի Նիկոլ Փաշինյանը, շատ անակնկալ էր։ Մենք ամեն ինչ արել ենք եւ նաեւ բոլոր հնարավորությունները տեսնում էինք ամսի 7-ին այդ շղթան կտրելու, բայց հաշվի առնելով ինչ պայմաններում եւ ինչ ձև տեղ ունեցավ ընտրությունները, այո, Ինչպես եք վերաբերում, որ Աղվան Վարդանյանը խոստացավ մանդատը չվերցնել, հետո ըստ էության դժեց իր խոստումը։ Աղվան Վարդանյանը բազմաթիվ անգամ ապացուցել է իր տղամարդավարի քայլերն ու գործողությունները եւ ինքը մեկնաբանություն տվել է ավելացնելու ոչինչ չունի։ Գալու եմ կանեմ ձեր եւ Նարեկ Կարապետյանի կողքին։ Այս խորհրդարանում հենց ձեր երկուսի կողքին պետք է կանգնել, Աղվա Վարդանյանը։ Դրանից առաջ նաեւ ասել էր թիմի կողքին, իսկ ինչ վերաբերում անուններ տալուն, հավանաբար մի շուտ մի բան գիտի, որ ասել։ Նարեկ Կարապետյանի կողքին ինչի է կանգնում։ Տեսեք, մենք կարծում ենք, որ այսօր այն վիճակում չենք, որ այդքան տարանջատումներ դնենք։ Աղվան Վարդանը բազմաթիվ անգամ ապացուցել է, որ իր թիմին հավատարիմ գործի չէ, դրա տակ այլ ենթատեքստեր ընտրել պետք չի։ Եվ կարծում եմ պատասխանեց էլի, շատ ավելի լուրջ օրակարգեր ունեն։ Ժորժ ջան, լավ մնացեք, դեռ առիթ ունենալու ենք, էլի խոսել։ Չկա, որ իշխանությունը հենց առաջին օրով ոչնդոտի ինտիմության գործում։ Միշտ կա, ինչի՞ չէ։ Իսկ սա դրանքներ հնարավոր։ Իհարկե հնարավոր են։ Իսկ պարոն Սաղաթելյան, չեք կարծում, որ այս տեմպերով 31 թվականի խորհրդարանում չեք լինի։